Մշակութային արժեքների արտահանման կարգավորումները վերաձևակերպվում են, սահմանելով նոր լիցենզիա եզրակացություն ձևաչափ եւ պետական տուրքի նոր տեսակներ, որպիսի գործընթացը դառնա ավելի հստակ, տարանջատված եւ համահունչ ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին։ Այս հարցը քննարկվել է ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ընդգծելով, որ գործող կարգավորումները լիարժեք չեն ընդգրկում ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ նախատեսված մշակութային արժեքների մաքսային գործառույթների ամբողջ շրջանակը եւ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն տուրքի տեսակները համապատասխանեցնել այդ կարգերին։ Սրանով մենք առավել հստակեցնում ենք եւ տարանջատում ենք մաքսային ռեժիմները մշակութային արժեքների արտահանման, այդ թվում նաեւ ժամանակավոր արտահանելու հետ կապված եւ սա կարեւոր է, որպեսզի մեզ մոտ դաշտը լինի ավելի կարգավորված եւ ավելի հասցեական, սակայն միևնույն ժամանակ դրանով լուծում ենք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված կանոններին եւ ձևաչափերին մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու խնդիրը եւ ըստ էության այդ երկու հանգամանքների հաշվի առնվամբ ներկայացվել է նախագիծը, որը համապատասխան կարգով շրջանառված է։ Նախագծով օրենքում ներդրվում են նոր եզրույթներ, որոնք հնարավորություն կտան մշակութային արժեքների արտահանման դեպքում վարել ավելի ճկուն եւ տարբերակված քաղաքականություն։ Սահմանվում են նաեւ հանքագիտության եւ հնեաբանության հավաքածուների, առարկաների արտահանման լիցենզիա եզրակացություն, մշակութային արժեքների վերամշակում մաքսային տարածքից դուրս, մաքսային ընթացակարգով արտահանման թույլ տվող եզրակացություն, նաեւ նույն հավաքածուների ժամանակավոր արտահանում եւ վերամշակում մաքսային տարածքից դուրս ընթացակարգերով արտահանման եզրակացություն հասկացությունները։ Պետք է ասեմ, որ փոխվել է նաև Տուրքի չափը, մասնավորապես գործող օրենքում Տուրքի չափը հնգապատիկներ, բազային Տուրքի, այս պահին մենք առաջարկում ենք մեկ մշակութային արժեքի համար բազային Տուրքի 10 պատիկի չափով կիրառել Տուրքը եւ երկու եւ ավելի մշակութային արժեքների դեպքում բազային Տուրքի 15 պատիկի չափով, միևնույն ժամանակ կրկնօրինակների պարագայում Տուրքի չափը պահպանվել է, ինչպես նախկինում այժմ էլ առաջարկվող նախագծում բազային Տուրքի եռապատիկի չափով ենք առաջարկում կիրառել եւ համապատասխանաբար նոր խմբագրություն է սահմանվել նաեւ Տուրքից արտոնություն ունեցող խմբերի վերաբերող հոդվածում, որը օրենքի 27-րդ հոդվածն է, միաժամանակ արտոնության մասում վերանայվել են փաստաթղթերի անվանումները, խմբերը չեն փոխվել։ Ժաննա Անդրեասյանի խոսքով փոփոխությունների արդյունքում ակնկալվում է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը, կարգավորել մշակութային արժեքների արտաքին առևտուրը, արտահանումն ու ներմուծումը, նաև մաքսային մարմինների կողմից գանձվող պետական տուրքերն ավելի հստակ տարանջատել։ Քննարկման արդյունքում հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն եւ այն նախատեսվում է ներառել ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։